Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Լուսինե Զարալյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համարում։ Փաստը, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայությունն է, որ գործընթացը փակուղում չէ, հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ներկայացված առաջարկին, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, իսկ ինչ կտա այդ սահմանի բացումը Հայաստանին։ Մասնագետները կատարված վերլուծությունների հիման վրա ներկայացրել են սահմանի բացման ռիսկերն ու հնարավորությունները։ Եթե հետևենք Բաքվում ընթացող դատավարությանը եւ նայենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմքին, կտեսնենք, որ նրանք բանտում խոշտանգումների են ենթարկվում, հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։ Իդեպ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել են լուսանկարներ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նախորդ նիստից, որոնցում պարզ երևում է, թե նա ինչ կտանքների է ենթարկվել։ Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024-ին իրականացված աշխատանքների եւ դրանց արդյունքների վերաբերյալ նախագիծը։ Նախագիծն առաջիկայում ներկայացվելու է ազգային ժողովի քննարկմանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է վարորդներին տարեկան տրամադրվող տուգանային միավորների շեմը 9-ից բարձրացնել 13-ի։ Այս փոփոխությունը կարող է ազդել հազարավոր վարորդների վրա, հատկապես նրանց, ովքեր մեքենան օգտագործում են որպես եկամտի աղբյուր։ 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, հայտնել է Անդրանիկ Քոչարյանը։ Նա վստահեցրել է, որ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։ Գյումրիի ավագանու արտահերտ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր քաղաքական ուժեր, իսկ այսօր քաղաքապետի իրենց թեկնածուին է ներկայացրել Հանրապետություն, Հանուն Հանրապետության եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների դաշինքը։ Փաստը, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։ Ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների զրույցում հայտարարել է Փաշինյանը։ Նա խոսել է նաև կողմերի միջև չհամաձայնեցված երկու հոդվածների մասին, նշելով, թե դրանք նույնն են եւ վերաբերում են սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանն ու միջազգային ատյաններում իրավական ու այլ դիվանագիտական վեճերին։ Վարչապետը անդրադարձել է Ադրբեջանի ներկայացված առաջարկին, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին։ Խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքով արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան եւ Հայաստանի տարածքում Երասխից դեպի Մեղրի երկաթուղային կապի մասին է։ Եվ այսպես որոնք են լինելու հետագա քայլերը եւ ինչ սպասել։ Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք, այսինքն process-ը գնում է։ Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ նաև տեղեկեք, որ սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում, հանդիպել են այս տարի արդեն մի առերես հանդիպում ունեցել, մի առցանց հանդիպում են ունեցել։ Մենք նաև ներկայացրել ենք առաջարկ։ Գիտեք, ես դա նույնիսկ առաջարկ չի անվանի, մենք առաջարկել ենք լուծում հարցի, ես ուզում եմ սա շատ կարևոր է արձանագրել, մենք առաջարկել ենք լուծում եւ մենք հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը, որովհետեւ ես ճիշտն ասած շատ վերլուծում եմ եւ ուզում եմ հասկանալ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի մեր այդ լուծման առաջարկին եւ իհարկե մի քիչ չեմ վերապահի ինձ Ադրբեջանի փոխարեն պատասխանել, բայց օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ դա մերժելու հիմքեր ուղղակի չկան։ Շարունակվում են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ բանակցությունները, իսկ ինչ կտա այդ սահմանի բացումը Հայաստանին։ Հարցի պատասխանը ստանալու նպատակով կազմակերպվել էր հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը խորագրով պանելային քննարկումը, հրավիրված մասնագետները կատարված վերլուծությունների հիման վրա ներկայացրել են սահմանի բացման ռիսկերն ու հնարավորությունները։ Ինչ կտա հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին, մեր երկրի տնտեսությունը կտուժի, թե կշահի, հատկապես որ ոլորտների վրային կանդրադառնա։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը Էրմենի հաբեր հայ-թուրքական հարցերով մասնագիտացված հարթակի հետ միասին կազմակերպել է հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ ներկայացվել են սահմանի բացման ռիսկերն ու հնարավորությունները։ Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը կարծում է, որ Թուրքիայի հետ սահմանի կարճաժամկետ բացումը Հայաստանի համար գլոբալ առումով ռիսկային է, երկրի տնտեսության որոշ ճյուղեր կտուժեն, բայց երկարաժամկետ առումով այդ ռիսկերը կարող են նվազել։ Շինարարական նյութերի արտադրությունը կտուժի, շինարարությունը կտուժի, որ նրանք էքսպանսիայի կենթարկեն, գյուղատնտեսության ոլորտը երրորդը,
4-րդը հյուրանոցային բիզնեսը, 5-րդը անշարժույթի բիզնեսը։ Գագիկ Մակարյանը նշում է, որ Հայաստանը պետք է կարևորի իր դերակատարությունը եւ համաձայնի բացել սահմանը, եթե դա բխի երկրի շահերից։ Նա ընդգծում է, արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանց նպատակն այլ է նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Անդրադառնալով Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալներին, փորձագետը շեշտում է, այն չնչին է։ 2023 թվականին ներմուծվել է $336 միլիոն ապրանք, արտահանվել ընդամենը $6.4 միլիոն։ Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է $30 միլիոն։ Հիմա ինչ ենք արտահանել, որոշակի պղինձ երրորդ երկրներով, մորիբդեն, տպասալիքների համար ինչ-որ տպագրական սարքեր, որոշակի բանջարեղեն նույնիսկ, և ավելի շատ ներմուծման մեջ գերակշռել արդեն Թուրքիայից, բնականաբար մաքրման միջոցներ, քիմիական նյութեր, պլաստմասա, տեքստիլ, հագուստներ, ոսկեղեն և այլ շինարարական նյութեր և այլն, և հետևաբար մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիան մի քանի ուղղություններով աշխարհում առաջի հնգյակի մեջ է։ Ցեմենտի արտադրություն, մեքենաշինություն, կար տեքստիլով եռյակի մեջ է, դեղագործությամբ եւ туриզմով։ Հետևաբար մենք պիտի գնահատենք, թե այդպիսի հզոր էքսպանսիայի պարագաներում մեր որ ճյուղերն են ավելի զգայուն նման ուրեմն ազդեցությունների տեսանկյունից։ Փորձագետի կարծիքով հայ-թուրքական սահմանի բացումը կարևոր է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական առումով։ Այն որոշակիորեն կկարգավորի երկու երկրների միջև հարաբերությունները, որն ուղղակիորեն կարող է ազդել Ադրբեջանի վարած քաղաքականության վրա, նաև կարող է նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը, սակայն, կարևորում է նաև տնտեսական բաղադրիչը։ Ըստ նրա, ազատ առևտուրը կնպաստի ռեսուրսների առավել արդյունավետ տեղաբաշխմանը։ Հենց որ սահմանը բացվի, մենք ունենանք ազատ առևտուր մի երկրի հետ, որը համարվում է Եվրոպական միության մաքսային միության անդամ։ Երբ որ ասում ենք EU Customs Union, հասկանում ենք G27 պլյուս Թուրքիա։ Ինչպես դա տեղի կունենա, քանի որ առևտրի այդ խոչընդոտները կվերանան, եւ տնտեսագիտության մեջ ասված այդ dead weight loss, հայերեն կարող ենք թարգմանել որպես բալաստային ծախսեր կվերանան, եւ կմեծանա արդեն մրցակցությունը։ Դրա արդյունքում ինչ է տեղի ունենում, երբ որ առավել արդյունավետ են ռեսուրսները տեղաբաշխվում, հետևյալն է տեղի ունենում, երկրները կենտրոնանում են այն ոլորտներում, որտեղ ունեն համեմատական առավելություն։ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ներկայացնում է մի քանի կանխատեսում, ըստ որոնց սահմանի բացումը կնպաստի Հայաստանի հնայի աճին։ Օրինակ, Ասիական բանկի կանխատեսումներով սահմանի բացման դեպքում Հայաստանի հնայի աճը կկազմի 30%, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30-ից 50%-ով։ Համաշխարհային բանկի գնահատականներով արտահանման աճը կարող է հանգեցնել մինչև հնայի 30-ից 38% աճի։ Արտահանման ներուժի ծավալը կկազմի հնայի ծավալի 15-ից 19%-ը։ Արդյունաբերության եւ առևտրի նախկին փոխնախարար Մովսես Զավարյանի դիտարկմամբ, սակայն թուրքական շուկան Հայաստանի համար այնքան էլ հեռանկարային չէ եւ սահմանի բացումն ավելի շատ հումանիտար նշանակություն ունի։ Իմ ենթադրությունը ավելի մեծ նշանակություն ունի ինքը որպես հումանիտար, որպեսզի մարդիկ կարողանան գնան, տեսնեն իրենց պատմական շրջանները, քաղաքները, գրեթե ծանոթանան հարևանների հետ, ազգաբնակչության, որոնք որ բավականին բազմազան են այսօր, հաշվի չառնելու որ անձնագրում կա ինչ-որ մեկ բան գրած, եւ մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի Թուրքիան, այսօր ավելի մեծ կարևոր նշանակություն ինքը որպես տրանզիտ զոնա։ Սա իմ կարծիքն է, բայց եկեք ռեալ նայենք, դա մեզանից շատ քիչ է կախվում, որպեսզի այդ սահմանը բացվի։ Պետեկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանն էլ նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացումն այն կարևոր նախապայմանն է, որի հիման վրա Հայաստանը կարող է կառուցել իր արտաքին առևտուրը։ Փակ սահմանները առևտրի վրա ինչպես են ազդում։ Դժվարանում է լոգիստիկան, թանկանում են տրանսպորտային ծախսեր եւ հարակից բազմաթիվ այլ բարդություններ են լինում։ Բնականաբար արտաքին առևտրի զարգացման տեսակետից մեր համար շատ ավելի լավ է ունենալ բաց, քան փակ սահմաններ։
Հիշեցնենք 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակել է ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել եւ երկու ստեկ հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին։ Անկարան Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քլչին, իսկ Հայաստանը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Դեռ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մարգարա անցակետը պատրաստ է շահագործման։ Այն արդեն փոխանցվել է Եկամուտների կոմիտեի տնօրինությանը, սակայն մինչև օրս այն դեռևս չի գործում։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ 1988 թվականի այս օրերին փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոչրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ եւ ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը, տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ եւ զանգվածային բռնության։ Այսօր լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Սումգայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները եւ խոշտանգումները շարունակվել են Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում նույն օրինաչափություններով եւ զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, մոտ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության։ Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Վերհիշելով այս իրադարձությունները մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով։ Իդեպ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը նույնպես օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, նշելով այսօր մենք միանում ենք հայերին, սգալով եւ տուրք մատուցելով Սումգայիթում զոհվածների հիշատակին։ Եթե հետևեք Բաքվում ընթացող դատավարությանը եւ նայեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմքին, կտեսնեք, որ նրանք բանտում խոշտանգումների են ենթարկվում։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿՊ խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Իդեպ երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվեցին լուսանկարներ Ռուբեն Վարդանյանի գործով դատական նախորդ նիստից, որոնցում պարզ երևում է, թե նա ինչ կտանքների է ենթարկվել։ Արցախի նախկին պետնախարարի որդին Դավիթ Վարդանյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը, հայտարարել, որ հոր կյանքին վտանգ է սպառնում։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը պայքարել Բաքվում տեղի ունեցող անօրինությունների դեմ։ Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի կյանքը վտանգված է Ադրբեջանում։ Այս մասին X էջում գրառում է կատարել ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Փաստաբանը նշել է, որ Վարդանյանի առողջությունը վատթարացել է։ Նա մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել, սակայն Բաքվի դատարանը չի բավարարել դատավարությունը հետաձգելու 5 միջնորդությունները։ Բացի Գենսերի գրառումից Վարդանյանի դեմ իրականացվող տարատեսակ խոշտանգումների մասին են փաստում վերջին դատական նիստի կադրերը, որտեղ Ռուբեն Վարդանյանի դեմքին տարբեր վնասվածքներ կան։ Իր նկատմամբ ապօրինությունների դեմ բողոքող Վարդանյանը փետրվարի 18-ին հացադուլ էր հայտարարել, իսկ վերջին դատական նիստում պարզ երևում է, որ նա հյուծված է դեմքին առկա են վերքեր։ Արցախի նախկին պետնախարարի որդին Դավիթ Վարդանյանը եւս ահազանգել է, որ հոր կյանքը վտանգված է։ Նա տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը, կոչ անելով պայքարել իր հոր եւ մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության դեմ։ Եթե Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալները, այդ թվում իմ հայրը ազատ չարձակվեն, ոչ մի հայ ապահով չի լինի։ Սա Ադրբեջանի կառավարության կողմից աշխարհի բոլոր հայերին ուղարկված հստակ ուղերձ է։ Բոլորս պետք է համախմբենք, որպեսզի հանդես գանք միասնական ճակատով եւ պահանջենք, որ իրենց կրոնի կամ էթնիկ պատկանելիության համար հայերը չհետապնդվեն։ Ժամանակն է, որ մենք, որպես աշխարհասփյուր հայեր, միավորվենք եւ մի կողմ դնենք մեր տարաձայնությունները։ Նա վստահեցրել է, որ բոլոր կեղծ դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Դավիթ Վարդանյանը շեշտել է, որ հնարավոր է հայրը հացադուլ իրականացնելու պատճառով է խոշտանգվել, ինչպես դա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլին։ Գործարարի որդին կոչ է արել խոսել, գործել ու ավելին անել հայ բանտարկյալների առաջ ծառացած անարդարությունների մասին բարձրաձայնելու համար։ Նա առանձին դիմել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական սփյուռքին, որպեսզի ժողովուրդը դիմի սենատորներին, խոսի նրանց հետ, նամակներ գրի ԱՄՆ վարչակազմի համար թեման կարևոր դարձնելու միտումով։ Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող դատական ֆարսին, նշելով. Միայն Ռուբեն Վարդանյանը չի, եթե դուք նայեք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, դատավարության ընթացքում նրանց դիմագծերին, դուք տեսնեք, որ այնտեղ մենք
գործ ունենք Բաքվի բերդերում, այնպիսի իրողությունների հետ, որը մարդուն երկու խոշտանգումներ են։ Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա, որպեսզի դրա դեմ առնվի։ Իհարկե միջազգային հանրության որոշակի արձագանք։ Ռուբեն Վարդանի դեմքին գրված է, թե ինչա տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի բանակցությունների միջոցով պետք է հասնել նրան, որ փոխանակման մեջ ներառվեն ոչ միայն զոհվածների մարմիններն, այլև գերիները, եւ այդ խնդիրը շուտապույտ լուծում պետք է ստանա։ Ռուբեն Վարդյանը մեծահարուստ անձնավորություն է, բացի մեծարուստ նաև ինքը ստեղծեց Ավրորա, հա, մրցանակաբաշխությունը, որը հումանիտար, շատ կարևոր միջազգային այսպիսի գործընթաց ապրած համակարգ էր։ Այսօր նույն Ավրորան Ռուբեն Վարդանի հետ կապված անելիք չունի։ Իսկ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ փորձում են իրենց մանդատի շրջանակում խնդիրը հասցնել միջազգային գործընկերներին։ Մեր մանդատի համատեքստում, այդ թվում խորհրդապահական եղանակով մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն փոխանցել եւ հասցեավորում անել մարդու իրավունքների հետ կապված այս խնդիրների։ Անմիջապես բնականաբար տեսնելուց հետո աշխատակազմը հրահանգավորվել է եւ իմ հանձնարարությամբ մենք սկսել ենք հասկանալ, թե որ միջազգային գործընկերների հետ անելիք ունենք եւ բնականաբար նախապատրաստել ենք նրանց հետ հաղորդակցության տարբեր բովանդակությամբ ձևաչափեր եւ միջազգային գործընկերների հետ այո հաղորդակցություն վարված է, բայց քանի որ միջազգային գործընկերների հիմնական մասով նաեւ այս ոլորտում է գործունեություն ծավալում, իրենք խորհրդապահական եղանակով են իրենց գործունեությունը իրականացնում։ Անահիտ Մանասյանը նշել է նաեւ, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել է դեռևս պաշտոնավարումը սկսելու առաջին օրերին, սակայն մինչև օրս որևէ արձագանք չի ստացել։ Ռուբեն Վարդանյանի ու մյուս հայգերիների խնդրով միջազգային հանրությանն են դիմել նաեւ Սփյուռքում եւ Հայաստանում գործող տարբեր հայկական կառույցներ, կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը եւ մարդկային արժանապատվությունը, քանի դեռ ուշ չէ։ Նամակում մասնավորապես ասվում է. Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել արդարություն, Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների համար, անհապաղ եւ մանրակրկիտ հետաքննություն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքի եւ նրա նկատմամբ մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ, ապահովել թափանցիկություն եւ հաշվետվողականություն դատական վարույթներում, թույլատրել անկախ միջազգային դիտորդների եւ օրինական ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին, ստիպել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ դադարեցնել հայերի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումները։ Նամակը ստորագրել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Օրրանը, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալությունը, Հովնանյան ընտանիքի հիմնադրամը, Աֆեյան, Ազնավուր եւ Թուֆենկյան հիմնադրամները։ Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին հերթական դատական ներկայացման ժամանակ հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով նիստն ընդմիջվել էր, որից հետո այն կրկին վերսկսվել էր, սակայն Վարդանյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց, նաեւ չէր պատասխանել հարցերին։ Ռուբեն Վարդանյանը դատավարությունից օրեր առաջ արդեն հայտնել էր, որ չի պատրաստվում մասնակցել իր դեմ իրականացվող ապօրինի դատավարությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականին իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ նախագիծը։ Այն ներառում է Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշները, 2024 թվականի բյուջեի կատարողականի թվային տվյալները, նաև միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցները, որոնք ևս արտացոլում են կառավարության նախաձեռնած բարեփոխումների բովանդակությունը եւ արդյունքները։ Նախագիծը առաջիկայում ներկայացվելու է նաև ազգային ժողովի քննարկմանը։ Մանրամասները տեսանյութում։ Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է 5.9% տնտեսական աճ։ Այն ապահովված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված տեմպերով։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մենք մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելը, 2021 թվականին ապահովել է 5.8% տնտեսական աճ, 22 թվականին 12.6% տնտեսական աճ, 23 թվականին 8.3% տնտեսական աճ, հետևաբար մեր նպատակային ցուցանիշը տարեկան միջին 7% տնտեսական աճ ապահովված է։ Այս արդյունքները կառավարության ղեկավարը համեմատեց ու հակադրեց մինչև 2018 թվականը եղած տնտեսական աճի ցուցանիշների հետ։ 17 թվականի համեմատ Հայաստանի տնտեսությունը աճել է 43.5%-ով։
43.5%-ով մեր տնտեսությունը աճել է վերջին 7 տարիների ընթացքում։ Ես իհարկե չգիտեմ, այս թվամբանությունը թերևս շատերին շատ բան չի ասում, բայց սա ահռելի աճ է։ Սա նշանակում է, որ մենք տարեկանում միջինում 61%-ից ավել տնտեսական աճ ենք ապահովել։ Այս համատեքստում վարչապետը ներկայացրեց նաև 24 թվականի ցուցանիշները գրանցված աշխատատեղերի վերաբերյալ, ընդգծելով վերջին տարիներին այստեղ եւս արձանագրված աճը։ Ըստ այսմ 2024 թվականին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է 760,555, ինչը 18 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 203,875 աշխատատեղով կամ 36.6%-ով, իսկ 23 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 37,882-ով կամ 5.2%-ով։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի հունվարին եւ մասնավորապես 2025 թվականի հունվարին 24 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41124-ով ավել աշխատատեղ, 2018 թվականի հունվարի նկատմամբ 200,000-ից էլի ավել աշխատատեղ 651։ Ուզում եմ անդրադառնալ նաև տարեկան միջին ամսական աշխատավարձի ցուցանիշին, որը 2024 թվականի արդյունքներով կազմել է 287,172 դրամ, որը 2018 թվականի նկատմամբ ավել է 114,445 դրամով կամ 66.3%-ով։ Չշրջանցվեց նաև վերջին ամիսներին ամենաքննարկվող եւ սուր քննադատության արժանացած շրջանառության հարկի մասին օրենքում հունվարի 1-ից կատարված փոփոխությունները։ Մենք մի կողմից ասում ենք, որ մենք պայքարում ենք ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար։ Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր։ Շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դնել ենք, ասում ենք հարկը այսքան է, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, եթե փաստաթղթով չես ձեռք բերում, հարկը այսքան է։ Այս համակարգը ինքնին գաղափարական պրոբլեմ է, բայց մենք մյուս կողմից աշխատելով այս թեմայի վրա, աշխատելով հասկացանք, որ ինչպես ասում են, որ մի համակարգ ունենալը մի պրոբլեմ է, ինչքան էլ վատն է այդ համակարգը։ Այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմն է։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք եւ հարկը պիտի այո ավելացնենք։ Ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ է տեղի ունեցել։ Այսինքն նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Գործադիր մարմնի նիստում հաջորդիվ քննարկվեց Հայաստանում կրիպտոարժույթներով իրականացվող գործարքներն ու այս դաշտի կարգավորմանը միտված օրենսդրական նախագիծը։ Ֆինանսների նախարարն այս առումով լրջագույն խնդիր համարեց փողերի լվացումն ու ահաբեկչությունների կազմակերպման ֆինանսավորումը։ Հովհաննիսյանը շեշտեց, ոլորտը խիստ վերահսկողության եւ իրավակարգավորման անհրաժեշտություն ունի։ Հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը եւ հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել, որը հնարավորություն կտա ստեղծել ոլորտի անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ, միաժամանակ նվազեցնելով առկա եւ հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կրիպտոակտիվների ոլորտում կձևավորվի կանխատեսելի միջավայր, գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով եւ պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով եւ շուկայի թափանցիկ գործունեությամբ։ Կարգավորումը հնարավորություն կտա ձևավորել հստակ իրավական դաշտ կապված կրիպտոակտիվների եւ դրանց հիմքում ընկած տեխնոլոգիաների հետ, ստեղծել ապակենտրոնացված եւ այլ գրանցամատյանների տեխնոլոգիաների զարգացման եւ նորարարությունների համար անհրաժեշտ պայմաններ, սահմանել ոլորտում գործունեություն ծավալող անձանց համար խաղի հստակ կանոններ
ինչը կապահովի Հայաստանում կրիպտոակտիվների հետ կապված երկարաժամկետ գործունեություն պլանավորելու համար անհրաժեշտ նախադրյալներ, ներգրավելով նաև ոլորտում միջազգային խաղացողներին։ Նախագիծն արժանացավ միաձայն հավանության։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է վարորդներին տարեկան տրամադրվող տուգանային միավորների շեմը 9-ից բարձրացնել 13-ի։ Այս փոփոխությունը կարող է ազդել հազարավոր վարորդների վրա, հատկապես նրանց, ովքեր մեքենան գործածում են որպես եկամտի աղբյուր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է վարորդներին տարեկան տրամադրվող տուգանային միավորների շեմը 9-ից բարձրացնել 13-ի։ Օրինագծի հեղինակներն են ազգային ժողովի падգամավորներ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի խոսքով ներկայիս 9 միավորը հաճախ անբավարար է։ Սա ըստ նրա հանգեցնում է սոցիալական խնդիրների եւ քաղաքացիների արդարացի դժգոհության։ Այս նախագծով հիմնականում փոփոխությունը նախատեսում ենք կայանում է նրանում, որ 9 բալի տուգանային միավորի փոխարեն նախատեսվելու է 13 միավոր, սա մեկ եւ մի քանի իրավախախտումներ, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման անմիջական պատճառներ են հանդիսանում եւ նրանց վտանգավորության աստիճանը մեծ է, տուգանային միավորները կավելացվեն այդ խախտումներով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով 2020-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14365 վարորդ զրկվել է մեքենա վարելու իրավունքից, քանի որ նրանց տուգանային միավորները սպառվել են։ Նույն ժամանակահատվածում 628 վարորդ կրկնակի զրկվել է վարորդական իրավունքից։ Օրինագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են վարորդների սոցիալական բեռի թեթևացմանը։ Միաժամանակ տարբեր իրավախախտումների համար նախատեսվում է խստացնել պատժամիջոցները, մասնավորապես ոչ սթափ վիճակում վարելու, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, անվտանգության գոտի չամրակապելու եւ ապակիների լուսաթափանցելիության նորմերը կրկնակի խախտելու դեպքերում։ Ենթադրվում է, որ նախագիծը մեծամասամբ նաեւ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքային ժամերի մեծ մասը անցկացնում են մեքենայի ղեկին։ Խնդիրը հատկապես մեծ ազդեցություն է թողնում այն վարորդների վրա, ովքեր զբաղվում են ուղևորափոխադրմամբ եւ բեռների փոխադրմամբ, իրենց սոցիալական կարիքները հոգում են նման ծառայություն իրականացնելու արդյունքում վաստակած գումարով։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով կառավարությունը նախագծին դեմ չէ եւ առաջարկում է դրա բոլոր դրույթների համար սահմանել միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ։ Ամեն դեպքում միասնական դիրքորոշում երևի թե արկա չէ։ Համենայն դեպս ընդհանուր հայտարար չկա, թե ինչ պետք է անել, որ խախտումները ավելի քիչ լինեն։ Այսպես թե այնպես հանձնաժողովի որոշումը դեռ պետք է անցնի ազգային ժողովի լիագումար նիստի քննարկման փուլը, որտեղ падգամավորները վերջնականապես կվճռեն։ Արդյոք վարորդների համար սահմանված տուգանային միավորների փոփոխությունը կդառնա օրենք, թե ոչ։ Նախագծի կողմնակիցները համոզված են, որ դա կթեթևացնի վարորդների սոցիալական բեռը, մինչդեռ քննադատները մտահոգություն են հայտնում, որ խստացված պատժամիջոցները կարող են ավելի բարդացնել որոշ վարորդների վիճակը։ Անդրանիկ Ավետիսյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի զեկույցը, այս մասին էր ազգային ժողովում լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա վստահեցրել է, որ բոլոր հարցերը կստանան պատասխաններ։ Պատգամավորը անդրադարձել է նաև ոչ ռազմական պայմաններում զինվորների մահվան դեպքերին, վստահեցնելով մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։ Վերջերս բանակում շատ ցավալի դեպք ունեցանք, զինվոր մահացավ, ասացին թոքաբորբիցեր։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Դա նշանակում է, որ այդ զորամասում պետք է համակարգված խնդիրներ լուծեն, որտեղ սկսած որ վիրուսային հիվանդությունը, սուր շնչառական օրգանների վրա արագացնող, բայց դա կորոնավիրուսը չի։ Անպայման պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնց անտարբերության նաև շնորհիվ է, որպեսզի երևույթներ առայժմ կան։ Քոչարյանը հիշեցրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի մշակած օրինագիծը, որը վերաբերում էր խաղային բիզնեսին։ Ըստ նրա դրա պատճառով են բանակում ինքնասպանություններ լինում։ Այդ արատավոր երևույթը պետք է բացառվի։ Հայկ Սարգսյանը օրինագիծ էր բերել խաղային, բիզնեսին առնչվող։ Ես խնդրեցի, որպեսզի ինձ ներկայացնեն 22, 23, 24 թվականներին այդ առնչությամբ ինչ ինքնասպանություններ կան։ Եվ ընդհանրապես մեկ թիվ կար, որտեղ խաղերի հետ առնչվող, այսինքն
բան չկար, ինքնասպանություն չկար, բայց հետո ունեինք 2 դեպք, մի տարի 1 դեպք, 3 դեպք, դրանք շատ ցավալի բաներ են եւ այդ հարցերի լուծումը պետքա կարողանան գտնենք մերժելով կախվածությունը։ Վերջերս էլ զինվորական էր, ոչ զորակոչային տարիքի, ինքնասպան էր եղել կախվելու միջոցով, կարծեմ Արարատի մարզում եւ այնտեղ էլի որ նայել էին, տեղեկատվություն տեսել էին առնչություն կա կախվածության հետ։ Հատկապես բանակում նման երևույթները պետք է արմատախիլարվեն, նշել է падգամավորը վստահեցնելով, բանակը պետք է լինի շատ ստերիլ, իսկ դրա համար բարեփոխումներն անհրաժեշտություն են։ Քոչարյանը հավաստիացնում է, արվում է ամեն հնարավորը բանակում ծառայելու գրավչությունը բարձրացնելու համար, բայց Արդյոք մեր ներքին օղակներում սպայակազմի սերժանտական համակարգը ունի այն արագությունը, որ այդ բացերը մենք արագ լրացնենք եւ ունենանք լիարժեք այնպիսի համակարգ, որտեղ ամեն մեկ իր պատասխանության սահմանը ֆիքսված է եւ ինքը տնօրինում է դրան։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությանը, Քոչարյանը վստահեցրել է, որ եզրակացությունը շուտով կհրապարակվի եւ որևէ հարց անպատասխան չի մնա։ Վերջին հաշվով կա հազարավոր քրեական գործեր 44-օրյա պատերազմի հանգամանքների առնչությամբ։ Կան հազարավոր, կարամ թիվել ասեմ, բայց այդ թիվը ես կհնչեցնեմ նիստերի դահլիճում։ Անդրադառնալով անհետ կորածների ծնողների հետ իրենց հանդիպմանը, Քոչարյանն ասել է, որ 1 ամիս հետո եւս մեկ քննարկում կլինի։ Մենք կազմեցինք տեղեկանք առաջին քննարկման, տեղեկանքը հասցեական էր, ուղարկվեց հիմնական զեկուցողին, այսինքն այդ լսումների ընթացքում հնչեցված բոլոր տեսակետները։ Դրան գումարած նաև այն բոլոր առաջարկները, որոնք արվել են զոհվածների եւ անհետ կորածների հարազատների իրավական խմբի կողմից, 2 կարևոր զեկույց է եղել, դրանք էլ մշակվել են եւ ներառվել են տեղեկանքի մեջ։ Ուղարկվել է արտադրության նախարարին, ազգային տնտեսության ծառայության առաջին տնօրենին եւ այդ տեղեկանքի հետ եւ ծանոթներին ատրվել, որպեսզի իրանք էլ ծանոթանան եւ մենք այս ժամանակը օգտագործում ենք այն բարձրացած հարցերի լուծումները ընթացք տալու, որոնք շատ կարեւորում ենք, ասեմ ձեզ քննարկումից լսումներից հետո եղել են ծնողներ, որոնք նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են եւ հուղարկավորել են։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ռազմաարդյունաբերությանն ընդգծելով, ոլորտը երբեք այսքան արագ զարգացում չի ունեցել։ Նա նշել է. 16 թվականի քարորյա պատերազմի ժամանակ մենք սկի մի հատ ռազմական մեղ չենք արտադրել։ Սերան Օհանյանի գնացեք հարցեք մեղ չենք արտադրել։ Ինչի պահանջ չես դրել։ Բայց հիմա մենք այնպեսի բաներ ենք, այնպեսի գիտական միտք է զարգանում, որովհետև դրա վրա եւ միջոցներ դրվեց եւ մասնագետներ կան։ Քոչարյանը հիշեցրել է, խաղաղություն ունենալու համար միշտ պետք է պատրաստվել պատերազմի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Գյումրին երկար տարիներ եղել է ոչ միայն պատմական, այլև քաղաքական կարևոր իրադարձությունների կենտրոն։ Իսկ առաջիկայում Հայաստանի երկրորդ քաղաքում ընտրություններ են սպասվում։ Մարտի 35 կանալիք Գյումրու ավականու արտահերտ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր քաղաքական ուժեր, իսկ այսօր քաղաքապետի իրենց տեխնացուին են ներկայացրել Հանրապետություն, հանուն Հանրապետության եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների դաշինքը։ Առաջադրված տեխնացուների միջև թեժ պայքար է սպասվում։ Գյումրիում տեղի է ունեցել Հանրապետություն, հանուն Հանրապետության եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունների առաջնորդների համատեղ միջոցառումը, որի ընթացքում ստորագրվեց գործակցության եւ միասնական գործունեության վերաբերյալ հուշագիր Գյումրիի ավականու առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ։ Միջոցառման ընթացքում դաշինքի ղեկավարներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրին իրենց քաղաքապետի տեխնացուին։ Նա Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Նման քայլի պատճառները բացատրել է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Բոլորս սպասում ենք, որ այս ուժերը իրենց քաղաքական միասնական օրակարգով հանդես կգան նաև ընտրությունների ժամանակ եւ ես եւ մեր բոլոր գործընկերները շատ ուրախ ենք, որ դա տեղի է ունենում։ Սա առաջին քայլն է։ Ես հուսով եմ, որ այս համագործակցությունը կստացվի եւ նաև այլ տեղերում մենք կտեսնենք այս դաշինքի մասնակցությունը եւ հաղթանակները, որը որոշել են անվանել Եվրադաշինք։ Եվ սա նաև Հայաստանի համար նոր քաղաքական մշակույթ բերելու լավ հնարավորություն է։ Եվրադաշինքը հանդես է գալու Գյումրիի կառավարման նոր հայեցակարգով եւ քաղաքի զարգացմանն ուղղված հստակ ծրագրերով։ Կուսակցությունների նախագահները միջոցառման ընթացքում մանրամասն ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, ընդգծելով, որ Գյումրին ունի մեծ ներուժ, դառնալու տնտեսական եւ մշակութային զարգացման կարևոր կենտրոն Հայաստանում։ Արամ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչ տրամաբանությամբ է առաջադրվել Լևոն Բարսեղյանի տեխնացությունը։ Շատ լավ տիրապետում է Գյումրիի բոլոր խնդիրներին, շատ լավ տիրապետում է առաջիկայում սպասվող քաղաքի համար բոլոր
պրոբլեմների ու սպասելիք շատ լավ գիտի այդ խնդիրների լուծման տարբերակները եւ գիտի ինչ է մեզ սպասում, որտեվ 3 անգամ կարծեմ նաեւ եղել է Գյումրի հավաքանու անդամ եւ տիրապետում է այդ ամեն ինչին։ Միջոցառման ընթացքում բարձրացվեցին հարցեր, հատկապես Գյումրիում առկա սոցիալական, տնտեսական եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կուսակցությունների առաջնորդները խոստացան, որ իրենց դաշինքը պատրաստ է հետևողական կերպով լուծել քաղաքի խնդիրները, իսկ Արման Բաբաջանյանը նշեց, թե ինչով է պայմանավորված հուշագրի ստորագրման արարողության անցկացումը հենց Գյումրիում։ Հայաստանի արևմտյան դարպասներն են Գյումրիում, արևմտյան դուռն է Գյումրիում եւ սկիզբը մենք նաեւ մեր համատեղ այս քաղաքական գործունեության դնում ենք հենց Գյումրիում։ Ուրեմն Գյումրին սկիզբն է, Գյումրին դուռն է, Գյումրին դարպասն ու բերդն է Հայաստանի եւ այս գիտակցումով մենք եկել ենք մեր եւ նաեւ մեր սերունդների պարտքն ենք ուզում վերադարձնենք Գյումրիին, որովհետեւ Գյումրիին կարծում եմ մենք կյանքով պարտք ենք։ Դատելով բանախոսների խոսքից, նման միջոցառումը ոչ միայն քաղաքական համաձայնության արտահայտություն էր, այլև յուրօրինակ ազդակ, ուղղված Գյումրիի քաղաքացիներին, որովհետև հուշագրի ստորագրմամբ, ինչպես ակնարկեցին կուսակցությունների նախագահները, ուրվագծվեց նոր հույսերի, նոր մոտեցումների եւ համարձակ լուծումների հնարավորությունը քաղաքային կառավարման ոլորտում։ Հնչած մտքերն ու գաղափարներն ամբողջացրեց Տիգրան Խազմալյանը։ Պետք է մեր ընդհանուր երազանքը, եվրոպական, քաղաքակիրթ, պաշտպանված, անվտանգ եւ ծաղկող Հայաստանի մեր երազանքը իրականացնենք, ահա երկրորդ քայլը մենք անում ենք այստեղ միասին հասարակական կազմակերպությունների եւ 3 կուսակցությունների միջոցով եւ այսօր խորհրդանշական կարևոր օր է այս առումով։ Միջոցառման ընթացքում հնչած բոլոր ելույթները ընդհանուր առմամբ շոշափում էին ոչ միայն ավանդական քաղաքական խոստումները, այլև հստակ քայլեր, որոնք կարող են Գյումրին վերածել արդիական, զարգացող եւ դինամիկ քաղաքի։ Դաշինքի դիրքորոշմամբ եւ տեսլականով կիսվել է քաղաքապետի թեկնածու Գյումրիի ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Անելու ենք, մենք մեր ձեռից եկածը անելու ենք, իսկապես թոզ փչելու ժամանակը անցել է, իսկապես գործ անելու ժամանակն է։ Ոչ թե մենք առաջնորդվում ենք եսով, այլ առաջնորդվելու ենք մեր գաղափարախոսությամբ, հա։ Ոչ թե մեր էս ինչը մեր են ինչ, այլ ձեր էս ինչը եւ ձեր են ինչը։ Հա, դրանք անպայման մեր առաջիկա բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկվելու են ամենայն մանրամասնությամբ։ Ինչպես կարելի է ենթադրել կուսակցությունների առաջնորդների խոսքերից, Գյումրին կարող է լինել ոչ թե մոռացված անկյուն, այլ ապագայի քաղաք, որտեղ ամեն երիտասարդ կունենա առաջընթացի հնարավորություն, որտեղ պատմությունը կդառնա զարգացման հենասյուն, այլ ոչ թե անցյալի բեռ։ Իդեպ Գյումրին արդեն քաղաքապետի 7 թեկնածու ունի։ Բացի Լևոն Բարսեղյանից առաջադրվել են նաև ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, հանրային գործիչ հանդես եկող Ռուբեն Մխիթարյանը, անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Մայր Հայաստան դաշինքից Կարեն Սիմոնյանը եւ իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստան մուտք գործելու համար օտարերկրյա քաղաքացիների դեպքում նոր պահանջ կգործի։ Նրանք էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց եւ իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ պակաս քան 4 ժամ առաջ։ Պահանջն ուժի մեջ կմտնի հուլիսի 30-ից, իսկ միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին։ Միջազգային մյուս լուրերն էլ դիտեք տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Վաշինգտոն Ուկրաինայի բնական պաշարների, այդ թվում հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու։ Դա հաստատված է, մենք պայմանագիր կստորագրենք, որը շատ կարևոր կլինի, այդուհանդերձ ԱՄՆ-ն չի պատրաստվում անվտանգության երաշխիքների առումով չափազանց մեծ խոստումներ տալ Ուկրաինային։ Նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, բայց կանենք հնարավորը, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա, ասել է նա։ Թրամփի խոսքով Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին, քանի որ հակամարտությունը սկսվել է հենց այս խնդրի պատճառով։ Նա նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է շատ խելացի մարդ եւ հույս հայտնել, որ Ուկրաինայի հարցով գործարք կկնքվի։ ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումն այժմ տարբերակ չէ, քանի որ ուկրաինական հակամարտությունը նախ պետք է կարգավորվի։ Պատերազմից հետո վերակառուցված եւ վերափոխված Պաղեստինյան անկլավում։
Պաղեստինյան Համաս խմբավորումը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել 4 իսրայելցի պատանդների դիերը, հայտնում է The Times of Israel-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ նաև սկսվել է 625 բանտարկյալների տեղափոխումը Պաղեստինյան կողմ։ Բանտարկյալների մի մասն ավտոբուսով տեղափոխվել է Գազայի հատված, ենթադրվում է, որ նրանց թիվը մոտ 400 է։ Եվս 97 բանտարկյալ հանձնվել է Եգիպտոսին, իսրայելցի փորձագետները պետք է 4 պատանդների մարմինների նույնականացում իրականացնեն։ Հյուսիս Կորեան նոր ուժեր է ուղարկել Կուրսկի շրջան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, այն տեղի ունեցել 2025-ի փետրվարի սկզբին, հայտնում է հարավկորեական լրատվամիջոցը վկայակոչելով ազգային հետախուզությունը։ Նշվում է, որ հունվարից փետրվար ընկա ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան մինչև 3000 զինվորական է ուղարկել Ռուսաստան։ Լրատվամիջոցը հայտնում է, որ հյուսիսկորեական զորքերը Կուրսկի ճակատ են տեղափոխվել ռուսական բեռնատար նավերով եւ ռազմական ինքնաթիռներով։ Մարսելում ռուսական դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկներ նետած 2 քաղաքացիները գիտնականներ են, գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ճարտարագետ ու քիմիկոս։ Reuters-ի փոխանցմամբ նրանք ընդունել են իրենց մեղքը, բացատրել, որ դա բողոք էր ընդդեմ ուկրաինա-ռուսական ներխուժման։ Պայթուցիկ զանգվածով լի 3 շշերը գիտնականները ռուսական դեսպանատան ուղղությամբ նետել էին փետրվարի 24-ին։ Զոհեր տուժածներ չեն եղել։ Ռուսական կողմը միջադեպ նահաբեկչություն էր որակել, առայժմ պարզ չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Ֆրանսիայի 2 քաղաքացիներին։ Եվ թողարկումից անմիջապես հետո ազատ զրույցի տաղավարում Արթուր Կիրակոսյանը կզրուցի Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։ Ցտեսություն։